Ախցխայի հայկական սուրբ նշան եկեղեցում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Արտուր Միրզոյանը։ Նրա խոսքով եկեղեցուց դուրս են հանել հայկական ու վրացական սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները եւ նետել աղբամանը։ Ավելի ուշ բնակիչները դրանք վերադարձրել են եկեղեցի։ Հակոբ Աբեղա Սահակյանը նշել է, որ դեպքը անսպասելի էր եւ դիմել են Վրաստանի իշխանություններին հարցը քննելու ու նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել կրոնական ծեսերին ապօրինի խոչընդոտելու հոդվածով։ Արևկովկասյան երկաթուղին հայտնել է, որ Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը, օրու մեջ երթևեկությամբ։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել վրացական երկաթուղու ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում։ Կողմերը նաև համաձայնել են արագացնել սահմանային անցակետերում ուղևորների ստուգման գործընթացը։ Բացի այդ, հուլիսի 4-ից 12-ը նախատեսվում է զբոսաշրջային հատուկ երթուղի չեխական ընկերության պատվերով։ Զբոսաշրջիկները կայցելեն Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրեր գիշերելով գնացքի վագոններում։ Կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մանկապարտեզներում կկրճատվեն դռնապանի հաստիքը։ Փոփոխությունը վերաբերում է պետական եւ համայնքային նախադպրոցական հաստատությունների նոր հաստիքացուցակներին։ Նախկինում 2 եւ ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում նախատեսված էր առնվազն 1 դռնապան, սակայն այժմ գործադիրը կարծում է, որ 1 պահակը բավարար է անվտանգության ապահովման համար։ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, որ երեխաների կյանքի եւ առողջության անվտանգության պատասխանատվությունը դրվում է մանկավարժների վրա։ Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է անօդաչու թռչող սարքերի տարածաշրջանային մրցարշավի առաջնություն, որին կմասնակցեն շուրջ 80 օպերատորներ տարբեր երկրներից։ Առաջնությունը կանցկացվի մայիսի 15-ից 17-ը Արարատ գոլֆ ակումբում։ Մրցումները լինելու են FPV դրոնների ձևաչափով, որտեղ մասնակիցները հատուկ ակնոցներով ու կառավարման վահանակներով ղեկավարելու են սարքերը։ Մրցարշավի մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելարուսից եւ Ղազախստանից։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 14:40-ի սահմաններում Կամազ Մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մխրճվել բնակչի տան մեջ, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում է մահացել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենայի եւ վնասված տան սեփականատերերի, ինչպես նաեւ մահացած վարորդի ինքնություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։